Շնորհակալություն, ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, սիրելի երիտասարդներ։ Մինչ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 25 թվականի կատարողականի ներկայացումը մի քանի պատմությամբ կիսվեմ, որոնք հուզում, ոգևորում եւ պարտավորեցնում են մեզ ել ավելի մեծ եռանդով ծառայել մեր սիրելի ժողովրդին։ Անայդ ջան, աղջիկս, որ բերեցին հիվանդանոց, չէի հավատում, որ փրկվելու եմ։ 3 օր առաջ սրտի բաց վիրահատություն եմ տարել ու հիմա ինձ շատ լավ եմ զգում։ Մեր բժիշկները հրաշք են, ասում է 68 տարեկան տիկին Սեդան։ 2 տարի աչքերս ոչ մի բան չէին տեսնում։ Ամեն անգամ, որ հարսիս խնդրում է ինձ ուղեկցեր մի տեղ, անհարմար էի զգում։ Ախր 1000 գործ ունի անելու, բայց ինձ է խնամում։ Հիմա երկրորդ աչքս էլ վիրահատեցինք ու 3 կարտոֆիլ եմ մաքրել, ճաշ պատրաստել։ Այնքան կարոտել է ես ծաղկած ծառերը տեսնելուն, պատմում է 75 տարեկան տիկին Մարիամը։ Վաղուց ինքնազգացողությունս լավ չէր, բայց հերթը դրան չէր հասնում, որ գնամ տեսնեմ ինչն է խնդիրը։ Մեծ ընտանիք ենք, ես էլ կինս էլ աշխատում ենք, հիպոթեքով տուն ենք առել, բայց ծախսերը շատ են։ Միանգամից մեծ գումար չեմ կարող վճարել։ Հենց այս հնարավորությունը եղավ, հետազոտվեցի ու պարզվեց, որ վիրահատության կարիք կա։ 3 եմ վիրահատվել։ Լավ եմ ինձ զգում, պատմում է 42 տարեկան Կարենը, ով ինքն է վճարում ապահովագրավճարը։ Տիկին նախարար, այնքան գոհ ու շնորհակալ եմ, աչքերս վիրահատել եմ, հիմա սպասում եմ վիզաների ազատականացմանը, որ գնամ Ռիգա ուսանողական ընկերներիս հետ հանդիպման։ Այսպիսին էր Տաշիրցի թոշակառուի պատմությունը։ Ու այսպես 614,000 պատմություն։ Ահա այսքան մարդ է օգտվել 26 թվականի հունվարի 1-ից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրությունից 3 ամիսների ընթացքում։